նախագահի իշխանական թեկնածու գործող վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, նշելով, թե որոշ թեկնածուներ կարոտում են 1996-ի ընտրությունները, բայց ինքը նման հնարավորություն չի ընձեռի։ Քոչարյանն ակնարկում էր, թե 96-ի ընտրություններն ու հետընտրական շրջանն անցել էին զանգվածային ծեծու ջարդով, ռեպրեսիաներով, ձերբակալություններով։ Քոչարյանը հետագայում շատ դեպքերում հարկադրված եղավ գնալ անգամ առավել բիրտ ու կոպիտ մեթոդների, քան 96-ին էին։ Ի դեպ, Վազգեն Մանուկյանի շտաբի անդամների ծեծից ընդամենը 2 օր անց Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ նույն Արարատում անցկացվեց նախագահի ընդդիմադիր թեկնածուների միասնական հանրահավաք։ 2000 թվականին դարձյալ այս օրը վճռական էր Ռոբերտ Քոչարյանի համար։ Նա հրապարակայնորեն անդրադարձավ օրեր առաջ Միասնություն դաշինքի առաջնորդների իրեն ուղղված պահանջագրին։ Դաշինքը պահանջում էր նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի եւ ազգային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականները։ Քոչարյանը հայտարարությունը համարեց անհեթեթ, պահանջներն անտակտ, իսկ երևույթը մտահոգիչ։ Քաղաքական ուժը, որը կազմում է ազգային ժողովի մեծամասնություն, ընդունակ է նման կարգի հայտարարություններ անել, նման ոճով խոսալ երկրի նախագահի հետ, որ ընտրված է ժողովրդի կողմից։ Քոչարյանը զգուշացրեց հայտարարության հեղինակներին, թե դա կարող է վտանգավոր լինել հենց իրենց համար։ Եվ իսկապես էլ, շատ ժամանակ չանցած վարչապետ Արամ Սարգսյանն ու Հանրապետության դատախազ Բորիս Նազարյանը պաշտոնանկվեցին։ Իսկ ահա Միասնություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը նույն Քոչարյանի հրամանագրով նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 1999-ին մարտի 8-ից 9-ի գիշերը վրաերթի ենթարկվեց եւ մահացավ հայտնի քաղաքագետ հրապարակախոս Տիգրան Հայրապետյանը։ Մարտի 9-ին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀՇ վարչությունը, նշելով, թե կատարված է քաղաքական սպանություն է, որով սկիզբ է դրվում խոսքի ազատության սահմանափակումներին։ Ի դեպ, Հայրապետյանի մահը դիտավորյալ սպանություն էր համարում նաեւ նրա մայրը։ Ես կասեմ, թե ինչպես են ահաբեկել միշտ իմ երեխային, միայն ես չէ, բոլորն էլ գիտեն, կան էլ անձնավորություններ, որոնք գիտեն, եւ միշտ էլ սպասվել է այս ահաբեկչությունը, բայց իմ տղաս մատների արանքով էր նայում այդ բոլորին։ 2001-ի այսօրը Հայաստանը լքելու մտադրության մասին վրդովված բարձրաձայնեց աշխարհահռչակ մաեստրո Օհան Դուրյանը։ Պատճառը մշակույթի նախարարության կոլեգիայի որոշումն էր Դուրյանին օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Մաեստրոն 10 տարի անվճար աշխատել էր հայրենիքում կառավարության հրավերով։ Հրաժարակ իրենց համար։ Պետք է Հայաստանից հեռանալ։ Կոչումը ցերկել բանը դրել։ Չեմ եկել Հայաստան, որպեսզի պատվավոր դիրիժոր լինեմ։ Բացարձակապես ոչ։ 2010 թվականին էլ այսօրը վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը Նիկոլ Փաշինյանին եւս 7 տարվա ազատազրկման ենթարկելու մասին, սրբագրելով այն համաներման կիրառմամբ, որով պատժաչափը կրճատվում է 50%-ով։ Փաշինյանի փաստաբանը հերթական անգամ հայտարարեց, որ իրենք համաներման կիրառումը չէ որ պահանջում են, այլ արդարացման